Ատոմակայանի հետ կապված, ես արդեն ասացի, որ մենք այն որ մեծամորի ատոմակայանը պիտի փակվի, դա համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Այսինքն, հիմա մենք ասում ենք, որ նոր ատոմային կայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Կորեա, Հարավային Կորեա եւ Չինաստան։ Եվ Միացյալ Նահանգներն էլ ակնհայտորեն արդեն 1-2-3 համաձայնագիրը ստորագրեց ԵՄ-ի ներդրումներից այս պահի դրությամբ մենք 900 միլիոն եվրոյի ունենք ծրագրեր եւ առաջիկայում այդ ծրագրերը կավելանան։ Եվ նաեւ իդեպ Հյուսիս-Հարավի Սիսիան Քաջարան հատվածի կառուցման գործում էլ այս ծրագրի այս փաթեթի շրջանակում ներդրումներ տեղի կունենան եւ այլն եւ այդպես շարունակ։ Որ արձագանք Բնականաբար սպառազինության վերաբերյալ միայն ճկնաղ միտք է հայտնել մեր գործընկերը խորհրդանական, որ Հայաստանում դրա ավելի լավ արտադրատեսակները կան եւ չարժեր այդքան, որ ԱՄՆ-ից նման անընդհատ սարքեր գնենք։ Չեմ թաքցնի, Հայաստանում կան լավ արտադրատեսակներ եւ մենք նաեւ այդ լավ արտադրատեսակներն ենք ձեռք բերում եւ Միացյալ Նահանգներից ձեռք ենք բերում էլի լավ արտադրատեսակներ եւ մեր լավ արտադրատեսակները պատրաստ ենք նաեւ վաճառել Միացյալ Նահանգներին։ Այնպես որ դա շատ նորմալ համագործակցություն է եւ մենք կփորձենք այդ ոգով շարունակել։ Ուրիշ էլի բան կան դիտարկում։ Դե ծիծեռնակաբերդի հետ կապված ինչ ծիծեռնակաբերդ եւ ատոմակայան։ Ատոմակայան ասցի, Ծիծեռնակաբերդ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը ուղեկցել է եւ ուղեկցել է այն արարողակարգերով, որոնք համապատասխանում են ոչ միայն Հայաստանի, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդունված արարողակարգերին, որովհետեւ այսինքն այդտեղ որևէ այլ բան տեղի չի ունեցել։ Այսինքն նկատի ունեմ արարողակարգային հարցերում հաշվի առնվում ոչ միայն ընդունող կողմի արարողակարգային նրբությունները, այլև հյուր կողմի արարողակարգային նրբությունները եւ ամեն ինչ արվել է այդ տրամաբանությամբ եւ որպեսզի համապատասխանի այդ թվում Միացյալ Նահանգների արարողակարգին, որևէ այլ բան ձեր ասած համատեքստում տեղի չի ունեցել։ Չնայած տեղի են ունեցել բաներ, որ ավելի ճիշտ կլիներ տեղի չունենան, բայց դա ուրիշ խոսակցության թեմա է։